Չնայած որ մեդիտացիայի մասին տարբեր մարդիկ այժմ տարբեր բառեր են խոսում, հիմնականում չընկալելով ընդհանրապես մեդիտացիայի բուն նպատակը, այնուամենայնիվ ուսմունքում մենք եւ ոչ մի բան իրարից չենք տարանջատում, եւ ուսմունքում երբևիցե չենք դիտարկում պրակտիկան առանձին, ընդհանուր կյանքից։ Նորից եւ նորից, միայն այս երեքը միասին. իմաստություն, բարոյականություն եւ պրակտիկաներ։ Այս երեքը միասին, եւ եթե ընդհանրապես մարդ փորձում է գնալ հոգևոր զարգացման ճանապարհով, ապա միայն մեծն ազնվազարմ օթակի ուղի կա, եւ ոչ այլ բան ընդհանրապես, եւ եթե ոչ մեծն ազնվազարմ օթակի ուղով, ապա չի գնում հոգևոր զարգացման ճանապարհով։ Ընդ որում, քանի որ բազմիցս բացատրել ենք մեծն ազնվազարմ օթակի ուղու յուրաքանչյուր տարրերը, ապա ընկալելի է, որ այն կիրառելի է բոլոր իրական հոգևոր ուսմունքների համար, նույնիսկ եթե անվանումը այդպես չի գործածվում։ Ըստ այդմ նորից եւ նորից մեդիտացիան եւ ընդհանրապես հոգևոր պրակտիկաները հնարավոր են միայն, եթե համապատասխանորեն զարգացվում է իմաստությունը եւ համապատասխանորեն զարգացվում է բարոյականությունը։ Ընդհանուր առմամբ բոլոր ուսուցիչները հղում տալով անգամ հնագույն տեքստերի վրա նորից եւ նորից ասում են, որ շատ ավելի հեշտ է գնալ հոգևոր զարգացման ճանապարհով, եթե արկա են 6 պայմանները, որոնք որ նպաստում են զարգացմանը։ Որոնք են այդ 6 պայմանները։ Առաջինը ներդաշնակ միջավայրը։ Եվ տարբեր դասերի ընթացքում պարբերաբար նորից եւ նորից հիշատակելով ներդաշնակ միջավայրը մենք նորից եւ նորից բացատրում ենք, թե ինչ է նշանակում ընդհանրապես ներդաշնակ միջավայր։ Դա առաջին հերթին այն վայրն է, որում որ մարդիկ մտածում են համապատասխանորեն, այսինքն եւս ձգտում են հոգևոր զարգացման, եւս արժևորում են բարոյականությունը, իմաստությունը եւ հոգևոր տարբեր պրակտիկաներ։ Դա է հիմնականում։ Մնացածը փոքրիկ տարրեր են, մնացածը այդ ամբողջ հիմնական առանցքի արտացոլանքն է։ Պարզ է, ակնհայտ է, որ ամենաբարձր հենց ներդաշնակ միջավայրը դա վանքն է եւ մեդիտատիվ քարանձավները, որում որ բոլոր մարդիկ հենց առավելագույնս եւ միակ նպատակ ունեն հոգևոր զարգացման։ Սակայն, չնայած որ մարդկանց շատ հաճախ թվում է, որ ներդաշնակ միջավայրը դա անհասանելի ինչ-որ մի տեղ է, իրականում մենք կարող ենք աստիճանաբար փորձել գոնե կառուցել մեր ներդաշնակ միջավայրը մեր կյանքում։ Երկրորդ հիմնարար պայմանը դա ցանկությունների սանձումն է։ Ինչու՞, որովհետև տարաբնույթ ցանկություններ ունենալով մենք նմանվում ենք անընդմեջ կապիկների, որ մեկ ճյուղից թռչում են մյուս ճյուղ, ոչ մի բանի վրա չեն կենտրոնանում, ոչ մի բանով չեն կարողանում բավարարվել եւ ոչ մի իրական ձգտում այլևս չեն ունենում։ Եվ դրա համար ցանկությունների սանձահարումը հիմնարար ճանապարհներից երկրորդն է։ Երրորդ հիմնական պայմանը հենց որպես շարունակություն ցանկությունների սանձահարման դա չափի զգացողությունն է։ Եվ չափի զգացողությունը հետաքրքիր է, որ անգամ առօրյա մակարդակում մարդիկ իրար միշտ խորհուրդ են տալիս չափը ճանաչել եւ չափը պահել։ Եվ այստեղ մենք եւս հստակ ասում ենք. կարողանալ քչով բավարարվել։ Կարողանալ հասկանալ, որ լավ, միգուցե դու դեռ չես հստակ գնում հոգևոր զարգացման ճանապարհով կամ միգուցե դու դեռ չես կարողանում հասնել ինչ-որ բարձունքների, բայց գոնե այստեղ դու կարող ես ավելի երջանիկ լինել, երբ որ դու կարողանում ես բավարարվել քչով։ Ու սա ըստ այդմ դառնում է երրորդ հիմնարար պայմանը։ Չորրորդը, որը դրա հետ իհարկե եւս փոխկապակցված է, դա ակտիվության սահմանափակումն է։ Եվ դա դժվար չէ եւս հասկանալ ու նորից, չնայած որ հոգևոր զարգացման համար այն անհրաժեշտ պայման է, այնուամենայնիվ այս պայմանը կարող է աշխատել բոլոր մարդկանց համար նորից որպես երջանկության ճանապարհ, որովհետև ոնց որ կապիկի զուգահեռ արդեն բերեցի, այդպես շատ հաճախ մարդիկ շատ ու շատ գործեր, արարքներ, զբաղվածություն ունեն, որը փուչ է իրականում։ Եվ ոչ մի իմաստ շատ հաճախ չունի, բայց ժամանակը տանում է եւ տանում է նաեւ էներգիա։ Ու 5-րդը ըստ այդմ դառնում է ամենաբարձրը։ Ու երևի թե ամենակարևորը հատկապես երբ որ դիտարկում ենք հենց մեծ ազնվազար մողու տեսանկյունից, դա
մաքուր բարոյականությունն է։ Մենք ասում ենք նաև բարոյական կարգապահությունը, որովհետև մաքուր բարոյականությանը պետք է հասնել, բայց առնվազն դու սկսում ես կարգապահությունից, բարոյականության կարգապահությունից եւս, բայց անգամ փոքր կարգապահությունից, եւ այդպես զարգացնում ես աստիճանաբար բարոյականությունը։ Եվ 6-րդը դառնում է տարբեր ձևերով մենք բացատրում ենք կամ ընդհանրապես հրաժարում տարբեր ձգտումներից եւ նորից սահմանափակում եւ այլն, բայց ինչքան ավելի շատ զարգանում ենք, այնքան ավելի սահմանում ենք որպես տարբեր քաոտիկ մտքերի բացառում։ Դա կարող է լինել առօրյա մակարդակում անգամ։ Մեդիտացիան պարզ է, բայց անգամ առօրյա մակարդակում։ Ոչ մի բանով չտարվել, տեսնել հիմնական վեկտորը եւ այդպես գնալ, իսկ եթե ինչ-որ բան տեղի ունենում, ապա ներբերել դա զարգացման ճանապարհի վրա։ Եվ նորից երբեմն թվում է, որ այս 6 պայմանները հեռու են եւ դժվար, բայց ակնհայտ երևում է, որ այս 6 պայմաններից գոնե 5-ը միայն մեր ձեռքերում է։ Ինչ վերաբերում է 6-րդին, որը մեր պարագայում հնչեց որպես առաջինը ներդաշնակ միջավայրին, ապա մենք հասկանում ենք, որ շատ ավելի հեշտ է գնալ հոգևոր զարգացման ճանապարհով ներդաշնակ միջավայրում։ Ու եթե չենք կարողանում ստեղծել այստեղ այն, ապա մենք գոնե պայքարում ենք, որպեսզի այդ ներդաշնակ միջավայրը լինի, եւ պայքարելու իրավունք ունենք այն ժամանակ, երբ որ դա ուխտ է, կարիք ցանկից ելնելով։ Իսկ Բուդդայի ձեռքը միշտ բաց է, եւ եթե մենք որևէ բան չենք հասկանում, ապա պատճառը միմիայն մեր մեջ է։